Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ առողջ ապրելակերպ, սննդակարգ, հոբիներ, վաստակած հանգիստ, աշխատանքային իրավունք։ Ներկայացնում ենք նաև այն կազմակերպություններին, որ գործունեություն են ծավալում տարեցների համար, ինչպես նաև հաջողությունների պատմությունների շարքում մենք ներկայացնում ենք այն անհատներին, որոնք չնայած իրենց տարիքին, այնպիսի նախանձելի կենսակերպ ունեն, որ կարող են օրինակ լինել բոլորիս համար։ Այնպես որ նոր թափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօրվա իմ հյուրերը եկել են Վանաձորից, ես հյուրընկալել եմ պարոն Մուրադ Հակոբյանին, որ ԱՐՓ-ի հասարակական կազմակերպության շահառու է, եւ կազմակերպության նախագահին Տիկին Սոֆիա Մինասյանին։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ ձեր Վանաձորյան մաքուր օդը թողել եւ եթերի համար հասել եք Երևան։ Բարի օր ձեզ։ Բարև ձեզ։ Տիկին Սոֆիա, ԱՐՓ-ի ՀԿ-ից խոսենք, երբ եք հիմնել, ինչ նպատակ ունեք։ ԱՐՓ-ի հասարակական կազմակերպությունը շատ վաղուց է գործունեություն ծավալել, բայց հիմնական կարևոր գործունեությունը պատերազմի ժամանակ ստեղծվեց, երբ որ մենք կամավոր աշխատեցինք, հետո մեզ օգնության հասան Ամքոր բարեգործական հիմնադրամը, մեզ շատ օգնեցին Strive ծրագիրը, մեզ շատ օգնեցին մարդը կարիքի մեջ կազմակերպությունը, իհարկե կանանց ռեսուրս կենտրոնը ու շատ կազմակերպություններ, ովքեր որ ուզում էին, որ որևէ ձևով օգտակար լինեն, օգնեցին ձեզ, որպեսզի ձեռք մեկնեք Արցախից բռնի տեղահանված օգնեցին մեզ, որպեսզի ձեռք մեկնենք։ Մենք մինչև հիմա էլ աշխատում ենք Արցախից տեղահանված, բռնի տեղահանված մարդկանց հետ, կանանց, երեխաների, ընտանիքներին։ Մենք աշխատում ենք նաև 44 օրյա պատերազմին մասնակցած տղաների հետ, մենք աշխատում ենք նաև գերության մեջ գտնված հետ վերադարձած տղաների հետ, տարբեր կազմակերպությունների հետ ենք համագործակցում, նաև միջազգային Կարմիր խաչի հետ։ Մենք աշխատում ենք նաև զոհվածների ընտանիքների կանանց, երեխաների, ծնողների հետ։ Հիմնականում մենք հոգեբանական աջակցություն ենք տրամադրում, բայց դրան զուգահեռ տարբեր կազմակերպություններ մեզ օգնել են, որպեսզի մենք հզորացման ծրագրեր իրականացնենք։ Օրինակ հիմա այս տարի մեզ Ազնաուր հիմնադրամը տրամադրել է դրամաշնոր 20 զոհվածների ընտանիքներին ու հատկապես կանանց հզորացնելու համար, լրացուցիչ եկամուտներ ունենալու համար, որպեսզի կարողանան հայրերի տեղն էլ իրենք օգնեն, աշխատեն, ապահովեն ընտանիքներին, երեխաներին։ Պարոն Հակոբյան, ձեր մասին պատմեք, մարդիկ, որ մեզ լսում են ու ձեզ չեն ճանաչում, ինչպես կուզեք ներկայանալ, ինչպես ճանաչեն ձեզ։ Ես կարող եմ համառոտորեն ներկայացնել, ծնվել եմ Ղարաբաղում, Դահրավ գյուղում, շատ չքավոր ընտանիքում, ես հորս չեմ հիշում, ընդամենը մին տարեկանը դեռ չլրացած հայրենական պատերազմը սկսվում է, հորս եւ հոր եղբայրս պատերազմ են գնում եւ երկուսով էլ հետ չեն դառնում։ Մայրս ընդամենը 28 տարեկան, ես մի ծնողներիս առաջի եւ վերջին երեխան եմ ես։ Ու տատս ընդամենը 70 տարեկան էր, պապս արդեն 80 անց էր, ու այդ ծերերի հետ մորս ուսերին եք մնում, մորս աշխատանքին եք մնում, պատերազմական տարի, սով, հիվանդություն, պակասություն ամեն ինչի, կարճ ասած կարողանում եմ գոյատևել եւ կամաց ես մեծանում եմ, դպրոց եմ հաճախում, շատ անպատրաստ վիճակում, կեղտոտ շորերով, կարկատած շորերով, տանը ինձ ոչ մի գրենական պտուկ չկա, որ ես ինձ հետ վերցնեմ, ուղղակի մի կերպ ես դպրոց եմ հասնում, ես շնորհակալություն եմ հատնում էր դպրոցի ուսուցչական կոլեկտիվին, աջակցել ինձ տետր են տվալ, թանակ են տվալ, թանականան ծայր են տվալ, գրիչ են տվալ, այն ժամանակներում էլ ինչ եղել է, ինձ օգնել են, նույնիսկ սևագրության համար ինձ հին տետրը այն առաջվա բարձրագույն ավարտածների տետրը չղալն իրեսը ու
Իրան կիրալին բաց են մնացած սայա տետրը իրան ես սկսալ եմ աշխատել էլի տանը չի եղել նորից Պարոն Հակոբյան, դուք պատմում եք, ես մտածում եմ, ինչ հուզմունքով եք հիշում այդ չունեցածը, ու ինչ չեր ունեն հիմա երեխաները։ Ես հիմա իմ թորներս, որ իմ երեխաներս դպրոց են գնում, ուղղակի ես արցունքներս գալիս ասում, ինչու ինչ չի եղել, ինչու ես ամեն ինչի պակասություն եմ զգացել։ Ես նույնիսկ ինձ գիրք չի եղել 6-րդ դասարանը արդեն ես մոշ եմ հավաքել, ծախել 7-րդ դասարանի գրքերը առալ, այնքան եմ ուրախացել, Աստված, ես գիրք ունեմ։ Դպրոցում ես դասամիջոցին ես չեմ խաղացել, խնդրել եմ երեխաներից, իմ ընկերներից, ընդդեմ ես մի անգամ աշխատել հաջորդ դասը պատրաստվել, իմիջայլոց ուսուցիչի պատմածից ես 4-5 գնահատական եմ ստացել, եթե ուշադիր լսել եմ, ինձ գերազանց գնահատականները 7-րդ դասարանը ավարտել եմ Եվ ուզի, որ պիտի աշխատեմ, մայրս արդեն անաշխատ տոնակար չի կարում, ես անհատական գյուղի այծապահ եմ դարձել մի տարի։ Հենց այծապահ։ Հենց այծապահ հասարակական, գիտի օգնական եմ էլի, ուրիշ եղել է, ես այդ մարդին օգնական եմ եղել, ես եմ դիմել կոլվաշությանը, որ ինձ աշխատանք տվեք, որովհետև սովից պիտի մահանեմ։ Ես մի տարի զբաղվել եմ, արդեն աշխորեն տվել, աշխորեն մեզ ծորեն մորեն տվել են, ոչմ գոյատևել ենք, մի կերպ գոյատևել ենք։ Ինչ մասնագիտություն ընտրեցիք։ Մասնագիտությունը բազմաթիվ են, ինձ դժվարությունը ինձ պարտադրել է, ես որ տարբեր մասնագիտություններ սովորում։ Հետագայում ես կարողացել եմ երաժշտական դպրոց ավարտել։ Երաժշտության հետ շատ մոտոնել, ու միջնակարգ դպրոց ավարտել Ստեփանակերտում, համաերգորդ դպրոցն Մասնագիտությունը շինարարությամբ եմ զբաղվել։ Տարբեր մասնագիտությամբ նույնիսկ գծագրեր եմ գծել տանը, թե ոնց գծեն, ոնց բազմապատկեն, ոնց հանեն, ինչ անեն։ Ես պատերի ստեղծում նա, փայտի մշակում նա, թիթեղ խփում, ամեն աշխատանքով ես զբաղվել եմ։ Ես 15 տարեկանում արդեն փող էի վաստակում, արդեն գյուղի վարպետն էի։ Ամեն աշխատանքով զբաղվում էի, դա ինձ դժվարությունն է, ինձ ներտվալ, որ ես այդ արհեստները սովորեմ տոնը պահելու համար։ Կարճ ասած ես կարողացել եմ ոտքի կանգնել մենակ իմ աջակցությամբ, նույնիսկ ինձ մոտի բարեկամները չրալ, հոր եղբայր, մոր եղբայր, քույր եղբայր չունեի, ես մենակ էի։ Ես ծրագրավորել էի, որ եթե ես չմահանամ մնամ մինչև վերջ ես չեմ թողնի որ ինձ երեխա ունենամ այս երեխան իմ կյանքով ապրի դա իմ գլխումս մնացալ է եւ միշտ այդ ծրագիրը ես ինքնալ հիշել իմ մտքումս վայելս եմ եղա ուզել եք որ ձեր երեխան ձեր թոռը ձեր սերունդները ավելի լավ ապրեն եւ ես իմ ծրագրերից կարողացալ եմ հասնել ես ամուսնացալ եմ իմ դասարանցի ընկերուհիս հետ իրեն հերոմերը իմ ուսուցիչն եղալ Եվ էլ թեկուզ ես անտիրական երեխա եմ եղավ, բայց տեսնիչավ ինձ վստահալ են, ես այդ դուրը բասալ եմ, այդ ոչնում իմ շատ խելում կին, շատ գեղեցիկ, շատ լավ ընտանիքից եկած, դես իմ ընտանիքս հավիմատ ենք և այդ ընտանիքը, նույնիսկ ես ամոթով իրանց ընտանիքը մոտնում, դե կահավոր ածտուն, իսկական իսմայս տուն էլ չոնեք, հողած ասկմի, ծասկած ես եմ, Պոտենցիալը տեսել են։ Հա, եւ ընտանիք եմ կազմել գյուղումը, ես եմ որ ընտանիքից նման ընտանիք չկա, լավ երեխաներ եմ ունեցալ, լավ տուն եմ կառուցել, գյուղումը իմ տան նման տուն չկա, էլի, իմ 90% իմ տունը սարքալ եմ, երեք երեխաներին էլ բարձրագույն կուրսություն եմ տվել, բոլորն աշխատանքի են գնացել, ամեն ինչը նորմալ, գյուղում արդեն ես կարողանում եի քայլել դասավանդել եմ դպրոցում մի քանի տարի, ես տարբեր աշխատանքներ մշակույթում երկար տարի աշխատալ, գյուղում ինչքան պատասխանատու աշխատանք դիալել, ասալն Հակոբյանը կարողանա այդ ջուղու առաջ խաղացում անելի, աշխատի։ Նույնիսկ մինչև կոլվաշության նախագահի պաշտոն, ամեն ինչ վստահալ են, գյուղում մեծ անում եմ ունեցել, պատև եմ ունեցել արդեն, ինձ ամենտեղ հարգում են, ամենտեղ կանչում են, ես էլ ամեն ինչ անում էի, ամեն ինչ կատարելու համար։ Քանի տարեկան եք, տարիքի մասին հարցը չշրջանցենք։
85 տարեկան եմ։ Դժվար ասեցիք, մի բան թաքցրիք թե ավելացրիք։ Չէ, ուզում եմ ասեմ մի քիչ տարիք իբր թե մի քիչ շատ է, բայց ինձ համար դա հələ քիչ է։ Ես չեմ զգում ինձ վրա ես այդ տարիք չեմ ուզում ընդունել։ Այսօր ես 60-70 տարեկի մարդ եմ զգում, առուգեմ կյանքումս ես հիվանդանոցում պարկած չկամ, ես ոչ մի կոճակել խմած չկամ, ոչ մի հիվանդություն չունեմ, օրվա մեջ զբաղվում եմ, սպորտով եմ զբաղվում, քայլում եմ, վեր Ղարաբաղում ես միշտ լողի եի գնում, ամեն ինչ մարզասրահ եի գնում, այնտեղ զբաղվում եի։ Հիմա էլ իմ հիգիենական բոլոր պարագաներս պաշտպանում եմ, ամեն ինչ իրան։ Կպատմեք, գաղտնիքները դեռ կասեք։ Ուզում եմ կենտրոնանաք մասնավորապես տարեցների համար իրականացվող ծրագրերին, ARP-ի հասարակական կազմակերպության։ Ասեմ, որ դա այս բոլոր ծրագրերից երևի թե ամենակարևորներից մեկն էր, որովհետև տարեցները փորձում էին հավաքվեն, Արցախ պուրակ ունենք Վանաձորում, բայց լինում էր անձրև, ցուրտ, եւ մենք դիմեցինք Ամքոր բարեգործական հիմնադրամին եւ Friends of Armenia-ին, իրենք շատ օգնեցին այս պարագայում, ասեցի, որ ստեղծել են տարածքը, կահավորել են գույքով եւ խաղերով, ամեն օր հավաքվում են իրենք, զրուցում են, այնտեղ շատ հետաքրքիր միջոցառումներ են անցկացնում, նաև իրենք կարող են հակառակ հարցազրույցներ վարել, վիճել, հետո խոսել, հետո հանգստանալ եւ մենք ունենք հոգեբան, որ իրենց հետ ժամանակ առ ժամանակ այդ աշխատանքները իրականացնում են։ Շատ ավելի համառոտ ես նկարագրեցի, բայց հիմա մենք մի հատ շատ կարեւոր էլի ծրագիր ենք իրականացնում, Ամքոնը հիմնադրամը եւ Friends of Armenian Հայաստանի բարեկամներ հիմնադրամները մեզ օգնում են այն առումով, որ մենք 40 տարեցների հետ ենք աշխատում եւ ծառայություն ենք մատուցում որպես հոգեբանական աջակցություն եւ էքսկուրսիաներ ենք իրենց տանում, սենյակներ ենք վարձակալել, որպեսզի իրենք գալիս են նույնիսկ շաբաթ կիրակի չկա, մենք որոշել ենք շաբաթ կիրակի հանգստանանք, բայց գալիս են իրենց պարտաճանաչ, իրենց հերթափոխով առավոտյան գալիս են ժամը 2-ին գնում են նարդի են խաղում, շաշկի են խաղում, տարբեր խաղերի են մասնակցում եւ մենք շատ էքսկուրսիաներ ենք նաև կազմակերպում, որտեղ արցախցիները ասում են, որ լորին շատ նման է Արցախին եւ իրենք շատ բնությունը կլիման մարդիկ էլ են դուր գալիս իրենց շատ։ Արցախում դուք ինչն եք թողել, ամենաշատ ինչն եք կարոտում, ձեր ձեռքերով զարքած տունը, հիշողությունները։ Երեք երեխայում ունեցել, ասացի, որ երեքն էլ բարձրային կուրսած, ամուսնացած են, ունեմ թորներ, ծորներ, բազմաթիվ, ամեն ցանկանանք բոլորին էլ ունենան, կյանիմ հասակեսսնին ու այդ չանք թորներ, ծորներ ունենան։ Ու ես տղաս Երևանում սովորել ես, ես արդեն участок էի վերցրել Ստեփանակերտում տուն եմ կառուցել։ Ամուսնացրել եմ ու տարել նոր տուն, երկու տղաների համար Ստեփանակերտում տուն եմ կառուցել։ Իմ ձեռքերով կահավորել, աշխատանք է դրել, ես իմ տղաներս լավ տեղ աշխատում էին։ Տղաս 90-ական թվականների Բորյան պոլկովնիկա հիմա գնդապետ է, բազմաթիվ պատասխանատու աշխատանքներ տարալ, իսկ մեզ տղաս 92 թվականին են լայնածավալ հարձակման ժամանակ հրամանատար էր, Այսկերանի մի կողմում Վիտալի Բալասայանն էր կպահում, իգետի մի կողմն էլ Բելիկ Հակոբյանն էր պահում, հրամանատար ինքներ, ոչմ հանավասար մարդում զոհում է 92 թվականի հուլիսի 14-ին։ Ոնց ուժ գտակ ապրելու, հիմա էլ որ պատմեք ձեր ձայնը դողում է, ոնց ուժ գտակ։ Դե գիտես, այնպեսի ծանր պայմաններ է ինձ համար ստեղծվել ու կարծես ես կոտրվել եմ էլի այդ պայմաններում բերիկս 3 զինվոր թողալ ինձ համար։ Էլ ոնց ուժ չգտնեիք։ 3 զինվոր թողալ Արոստամը 8 տարեկան էր, Հայկը 4 տարեկան, Հակոբը դեռ մի տարեկանը չլրացած, միշտ Հակոբից ասում Հակոբ ջան,
ես եւ դու մի բախտի ենք արժանացել, ես էլ չեմ հորս տեսել, դու էլ չես տեսել, Հակոբն էլ մի տարեկաներ, որ հոր հայրը զոհվել էլի, ամեն դեպս ինչ որ մի ժամանակաշրջան կարծես կոտրվել էի, արդեն չէի կարողանում, արդեն ցավը շատ էր ծանր էր, բայց ճեղքեցի ամեն ինչ, կինս չկարողացավ տանել, երես ճիզնետ չի համաձայնում, որ բենիկը չկա էլի, 31 տարեկան տղան չկա, ու չի, բազմաթիվ հիվանդությունների տիրացավ, այնքան են իրար սիրավ, այնքան են իրար մոտ այդ մայր ու տղա, ես բան չեմ անում, բայց իրանք չերեշու շատ էին մոտիկ, ու այդ հիվանդությունների պատճառով 6 թվականին զոհվեց, 2006 թվականին զոհվեց, դաժե 10 տարվա մեջ չկարողացամ մի անգամ տղայի գերեզմանը գնա, ինձ համար շատ ծանր էր, բայց ես ամեն ինչ հաղթահարեցի, այդքանից հետո շարժում, ես մեկ, այդ երեխաները մեծանում են, մեծացան, ամեն ինչը կարծես հարթվում էր, կարծես հունի մեջ եք ընկել, արդեն աշխատում ենք տղաները մեծացալ, արդեն ամեն ինչը կա, շրջապատված ենք, կարծես ամեն ինչ լավ է։ Ձեզ շատ են սիրում, այս 3 թորը հատկապես ձեզ շատ են սիրում։ Ընկերներ եք, թե։ 3 թոր Բորեին էլ ունե, 4 երեխա ունե, 3 աղջիկ, մի տղա ունե, բոլորն էլ լավ ամուսնացած, լավ ամուսնե ունեն, լավ ընտանիք ունեն, Ստեփանակերտում ամեն ինչ ունեցել են, Փառք Աստծո, դրան բռնետեղը հանվալը, ասեմ փոքր տղան ամերիկական համալսարանի 2-րդ կուրսում է, 19 տարեկան արդեն, ամենափոքր թոռս է։ Հակոբը։ Չէ, գորը Երևանում է, Բորեի տղան հա։ Ու ամեն ինչ կարծես լավ է, բայց դե վերջում է շարժում ենք, ամեն ինչ չգիտեմ ով է մեղավոր, ինչ է մեղավոր, նոր ամեն ինչ թողեցինք, նույնիսկ շրջափակման ժամանակ ես չէի պատկերացնում ինչ պիտի անենք, Դժվար դուրս եկաք։ Ամեն դեպս եղավ այն ինչ կա, այդ տներներ թողեց, 8 ընտանիք եմ թողալ, 8 ընտանիք եմ ձեռքով սարքած տներ, Երևանում կահավորած, ամեն ինչ թողած, մենակ եմ ձեռքով սարքած տներ, ափսոսում եմ, այնքան եմ ափսոսում, ասում ես, կարծես թա ես որոշել էի, որ էլ տուն չսարքեմ, արդեն ամեն ինչ կա, թորներիս համար էլ, տողոց չկորանց համար, ամեն ինչ կատարած էի, բայց նորից արդեն զարյատկա երկալած, նորից արդեն ամեն ինչ կազմակերպած, նորից ստեղած ամեն ինչ կես, շնորհակալ եմ ես մեր Հայաստանի ժողովրդից, մեր Վանաձորի ժողովրդից ամեն դեպս կարծես թա մեր հարազատները, մեր բարեկամները Ձեզ լավ ընդունեցին։ Դա լավ ընդունեցին ամեն ձևի, ես արդյունքներս գալիս են, թե ոնց եմ ես ընդունել, բայց բոլորին մունք ենք Ստեփանակերտում ընդունել, մունքը են հետ մնացողին հաստուալ, օգնալ ամեն ինչա, բայց եկալ ժամանակաշրջան, որ մեզ պիտի օգնին, բայց օգնում է, ու կարծես թա այդ օգնությունը շատ դժվար է ընդունում, կարծես սրտիդ մոտ չի տայելի, որովհետև մուք դրան քարից հաց կամ մարդիկ ենք, չէ մուք չպետի կոտրվենք, մուք պետի կաղնենք, բայց կաղնալենք համապատասխան մեր լավ ժողովրդին, մեր լավ կազմակերպություններին, մեր Տիկին Սոֆիան ինձ որպես քույր, որպես աղջիկ, որպես ծնող, որպես ամեն ինչ եմ ես զգում, որովհետև առանց խոսելու կարողանում ենք իրար հասկանանք, առանց զրույցելու, ասենք նայում ենք իրար կարողանում ենք հասկանանք, սա դժվար երևույթ է, սա հոգեբանական առումով չես կարող հասկանալ, դա դրան բառեր չկա, ես բացատրեմ, եւ Սոփիայի նման շատերը կան Վանաձորում, Վանաձորը կարծես թե իմ հայրենի Ղարաբաղն է, իր բնությամբ, իր ժողովրդով, իր նստուկացով, չգիտես, կարծես ասում եմ կարոտ ես քաղում, էլի կարոտ, ասում եմ անտառները վեր նայում եմ, ասում իմ անտառը սա, ես էլ ստեղ եմ, այնտեղ եմ, կապուտը սրտանց ամեն ինչա, ամեն ինչը լավ է, ամեն ինչը լավ կլինի հետագայում երևի է, մի քանի տարիից հետո ավելի լավ կլինի, լավատեսեք, ամեն ինչը կարգավորվի, Տենց որ Ղարաբաղի նմանն է, բայց համան դեպս ոտքի կաղնացը ամեն ինչը լավ է։ Վանաձորում տուն սարքելու եք։
Վանաձոնում արդեն տունը խիպիդի սարքեն պետությունն է սարքել շնորհակալ եմ ով օգնալա այդ ցիտատեն տվալա երկու տղայի համար արդեն տները ինձ հետ միասին տներ են քարալ ենք տուն ունենք մեկը տեղափոխվալա մեկը տեղափոխվի Հայկս էլ կառավարությունում նա ինքն էլ իրան հոգս քաշելի ես հայկի հետ չեմ մտածում որտեղ հայկը թող ինձ համար մտածի ոչ թե ես իրան համար մտածեմ Ձեր թորն է, չէ։ Այո։ Հա, դե լուր մտածել թորան համար 86 տարեկանում։ դե ես հայկի համար չեմ մտածում որտեղ ինքը արդեն ասպարեզ ընկած է ինքը արդեն պրակտիկա ունի 44 օրյա պատերազմը տղրի քսպիասին մասնակցալ են մեծ թորս արուստամը Երևան Վազգեն Սարգսյան անվան ռազմական ինստիտուտնա պրծած հիմա մայորի կոչումով ին աշխատանքը ընդունված աշխատամա բանակում աշխատամա անունոն է պատասխանատու ամեն ինչին Մուրադ բաբ դուք ասացիք որ պոտենցիալով տղա էիք ձեր կնոջ ընտանիքը ձեզ ընդունեց բայց ձեր կնոջ սիրտը ոնց գերեցիք Դե կնոջ ես որ ասեմ ծիծաղելու ես էլի ծիծաղալ դառնալու Իդ առավոտն երբ դպրոց եք գնում փոքր ժամանակներ էլի երրորդ դասարանը ու վարարանը փայտի վարարանն էր դրած այդ հավաքարներն այդ վարարան տակացնում այդ ձմեռը գնում եք այդ շրջապատում ով շուտ գալիս է կաղլում էլի այդ տակցարը կաղնում ու դե այն ժամանակները շատ չկար էլի ուտելու մոտելու բան չկա բայց ով որ մի քիչ լավ է ապրում իրանց տանը հաց կար հացը վերում էին դնում փեչի վրան տակացնում մինչև զանգը տալը ու երեխաները քլի ամենը դրում դե ինչ չունեի ես տանը չունեի հաց դպրոցում չունեի այդ Դրանք միշտ ինձ բան են անում, հաց էին կտրում, ինձ փայ էին տալիս լսում ես, այդ աղջիկ կարծես թա միշտ իրանք դե հարուստ չեն լի տանը հաց կար, այդ ժամանակ հարուստ բառը անարմար ալի Հարուստը հաց ուներ Ալի որ հաց պանիր կա, նշանակում է հարուստ են էլի ու այդ դասարանից, առաջի դասարանից միշտ ինձ իրան փայից փայեր դրկացնում ինձ համար ուտում եք ու դի կարծես ինքն էլ երազանցք է սովորում թողորանց մաչն էլ երազանցքը ես էի ու այդ երազանցքն հաճախ հետամնաց աշակերտների հետ պարապում եք պատահում որ երկու սովոք մնամ ինք աղջիկորանց հետ պարապում ես թողորանց հետ էի պարապում տենց կարծես թա տենց Իրացալա, վերջացալա, վերջում ամեն ինչ լավ է եղել էլի։ Գիտեք ինչն է կարևոր, որ դուք տարիներ անց, տասնամյակներ անց դեռ երախտիկով եք խոսում ձեր կնոջ մասին, ձեր ընտանիքի մասին։ Ու ամուսնանալուց հետո մեր Ղարաբաղյան մեր ավանդույթները ուրիշ են էլի, այդ աղջիկը պիտի ծնողներին մամա պապա ասելի, որ եկալ ամորտում պիտի մամա պապա ասե, իմ մորս դե իսկույն մամա եղասել, դե պապ չկա, պապը չեք տեսել պարքասու չկա, հիմա եկալա ժամանակ ասմա, դե պա դու իմ հորս պիտի ասեմ, քո հարե դեցա 7 տարի այս դասավանդում, քո մամա ինձ դասավանդալա, ես ինքեր Գրիգորյանը ասալ, ինքեր Հարյանը ասալ, ես չեմ կարալի, ես պապ բարը իմ շորթերս չի ենթարկվելի, ես չեմ ասա, որովհետև այդ բառը ես օգտագործած չկամ, թող ինձ կների, ես ինքեր Հարյանն էլ մնալու եմ, մինչև կյանքը վերջել, միշտ Իվաներոջն հետ նստած զրուցում էին, խոսում էին։ Լավ փեսա եղաք, գոհ էին, ձեզանից գոհ գնացին այս աշխարհից, լավ փեսա եք, ճիշտ ասեք։ Ես ինձ կարգավորալա 6 երեխա ունենի, 4 տղեր, աղջիկեր, ինձ կարգավորալա այդ ընտանիքի մեծ տղան։ Մինչև որ այդ մարդիկ թորնատարն ընդեղ ինչ պրոբլեմ լինում է, ես պիտի գլխանվերևին մեծ աղբերը ես եմ, իրոք ես մեծ աղբերը, ես այնքան եմ ուրախացել, որ ինձ նորից քույր է եղել, իրանք ինձ համար աղբեր են եղել, ամեն ինչ է եղել, գիտես, արդեն ես եմ, արդեն մի քիչ թարմացալ, որ էս այն մենակ չեք այս կյանքում։ Ձեր կնոջը շատ եք սիրում, որ չեք փորձել նորից կյանքը դասավորել, համարեիք դավաճանություն, թե Չէ, մունք այնքանը քլալ կապված, ես չիտեմ, ես սրբության գմհարգալ, սրբության ես միշտ ընդունալ ամեն ինչը, որովհետև ինքը ինձ հետ ինչի եղալ, ինքը ինձ հետ աղբեր է եղալ, ինքը ինձ հետ
այդ նասիրկան բռնալայից հետ տոնք շինել, տղնք սարքալ, ամեն ինչում ինձ օգնալա, ես էլ իրանը օգնալ պրիտոմ, ես կնոջ աշխատանք մրտանը, տղամարդ աշխատանք չի եղել, մեր համընդհանուր է եղել, ամեն ինչին էլ օգնալ, ինքը ինձ է օգնալ, ես իրանը օգնալ, լավ ընտանիք դեռ ամեն ինչ նորմալ է։ Գիտես դժվարությունն նշեցնում ես, արդեն չեմ կարող պատմեմ։ Դուրսում խաղում էի 20-30 երեխա, այնքան շատ երեխաներ կային, այնքան շատ դասարանում էր 43 աշակերտ են, 43 մի դասարանում, իսկ մեր թաղամասը մահագին շատ։ Ուրեմն խաղում էինք, տարբեր խաղեր են խաղում, դա կապ չունի։ Ես խղճուկ եմ կաղնում, վայնա այս գնդակին ես լավ չեմ խոփում, ինձ հրում են գցում էսպենլի, բայց իմ ընկերներից բոլորին ախպերներ ունեն, քույրիկներ ունեն ու հրան ձերք դեպչելու իրավունք չունեն այդ երեխային։ Իսկ միշտ հրում էի, գցում էի, ես ծայրամասային էի խաղում, ասում։ Մուրադ պապ, հիմա այս ձեր կյանքի, ասենք տրավմա, հիմա դրան տրավմային ասում, տրավմաներից բխող դուք մարդկանց խորհուրդ եք տալիս, որ շատ երեխաներ ունենան։ Ահա, երեխան ամենամեծ հարստությունն է, ես ով որ հարցնում ասում հարստությունը, ինչ ասեմ, ես բոլորից հարստն եմ ես, աշխարհի ամենահարուստ մարդը ես եմ, ինձ ես 8 թոռ ունեմ, 13 ծոռ ունեմ, ամենահարուստ մարդը ես եմ, աշխարհում էլ ինչ հարստություն պիտի, երեխան ինքը հարստություն է, բայց երեխան դաստիարակությունը հարկավ էր, ամեն ինչն հարկավ էր, ճիշտ ուղի է, պիտի դաստիարակես ամեն ինչ իրան տեղն ընկնի, որպեսզի հետագայում այդ օգուտը քաղես էլի, սոր հայկին անա ես խոսում, Տիկին Սոֆյան ասում է հայկը լավ տղա է, ասում լավնենց լավ տղա ունում չի, լավ տղան ընտանիքի ցակյամ, ընտանիքի դաստիարակությունն է, պիտի մոծեն հարգես, պիտի սպասես, չպիտի քո դիմացինդ քեզանից ցածր հաշվես, միշտ հաշվի վրա որ քո դիմացինը քեզանից առավել է, հետո կիմասվես, ով խելոք, ով խևելի, չի կարելի, մարդին չպիտի բոլոր դեպքում պետք է գնահատես, մեզ պետք է գնահատես, հարգես, այդ շատ բան։ Մուրադ պապ, բոլոր թորների ավելորդ չի հարցնելը, չէ, ավելորդ է հարցնելը, որ բոլոր թորների, ծորների անունով, գործով, ամեն ինչով տեղյակ եք։ Այո, ամենօրյա ռեժիմում բոլորից տեղյակ եք, ծորով, թորով։ Այո, ամենօրյա, որ երկու օրինակ մեկը զայ չտամ, ես եմ զանգում, ասում են հարմար չուք զգում, էսի չէ, բայց ես շնորհակալ եմ մեր բարեկամությունից էլ, երեխաներից էլ, թորներից էլ, ինքան են հոգատար ու ես չեմ կարող ասել, ու դրանց հոգատարությունն է ես, որ երիտասարդ եմ զգում, վերից առույգում զգում, նորից եմ ասում, ես ցերեկը ես եմ Վանաձորում, Երևանում, Մոսկվայում, բայց գիշերը ես եմ Ղարաբաղ, եմ այգիներում, եմ ինձ գիտեմ, որ պատմեմ ասելով պատմում, հեկտարներով ինձ այգի ունեմ, ես անտառներում ենքան ծառերում պատվաստալ, ու փայտի եմ գնում, ինձիով փայտի եմ գնում, իմ ստրումենն է ստանում 10-15 ծառում պատվաստում, գարունը տեղափոխում, մեծ այգին եմ գցալ, մեծ բասեյնը իրան ոտ 100 հոգի նստելու, մեծ շենք եմ սարքալ ընդեղ, մեր հարսանիքների քնդեղալ, նշանդրիկների քրալ է թողամասում, օղու գործարանը դրած, 30-ից ավել թթի ծառել, թութ հավաքում ենք, ամեն ինչ չիտեմ, այնքան լավ էր, բայց այդ քաղցրությունը չէինք զգում, կարծես այդ ընդհանուր կյանք է էլի, բայց ակասյոնք դրախտում էինք ապրում, դրախտում, հիմա է պատիրացնում, թե ուր եք ընկելի, բայց ոչինչ, կվերակաղնենք, ամեն ինչ կդառնա, ամեն ինչ լավ կլինի, կյանքը փոխվում է, ուղղակի ցավալին գիտես որն է, ես շատ եմ ցավում մեր Ղարաբաղի բարբարի համար, այնքան եմ ցավում, որ կկորցնենք մեր քաղցր, մեր ամենահարուստ։ Չեք կորցնի, հիմա բարբարով մի բան երկեք։ Բարբարը պիտի համախմբված լինենք, համախմբված պիտի միտեղ արցախցիներին գոնե մին տերիտորիա, գոնե մին շենք չտվեցին, մին շենքացին, այս 20 ընտանիքի հետ այդ շենքում մնան, գոնե իրանց ավանդույթները պաշտպանեն։ Դե հա մեկը սյանը ծրվեցին, այդ ամենա
սխալ բան է էլի։ Ես ափսոսում, շատ եմ ափսոսում։ Ես այնքան եմ հարգում մեր բարբառը։ Ինչ փոխեցիք Արցախի տարեցների կյանքում։ Հիշեք, երբ որ եկան, շատերը դժվարությամբ եկան, խեղճի խայթով եկան, ուրախանալ չէին ուզում, մեղավորության զգացում ունեին, եւ հիմա արդեն ունեք կուռ թիմ, փոխված մարդիկ։ Իրականում կուր թիմ ունենք, շատ ճիշտ եք ասում, առաջի օրերը, երբ որ գալիս էին, իրենք շատ լարված էին, իրոք լարված էին, իրենք չէին հարմարվում, որ Արցախը թողել են, մենք լավ ենք հասկանում իրենց, ոչ միայն, որ տուն տեղ են թողել, այլ հող են թողել, իրենց պատմություն են թողել, հիշողություններ են թողել, գերեզմաններ են թողել, շատ հաճախ են իրենք հիշում դրա մասին, Երբ մեր աշխատանքների շնորհիվ բավականին փոխվեցին մարդիկ, հատկապես երբ որ տանում էինք տարբեր տեղեր, օրինակ տանում ենք պարզ լիճ ենք տարել, որ հիացած են, տարել ենք նախկինում չէին տեսել ու տեսնեիք, թե ինչպես էին նայում իրենք անտառներին, ինչպես էին հիացած, մեկ ասում են մերը, բայց այնտեղ Արցախում ավելի լավն էին անտառները, հետո կողքից ասում են, այս անտառներն էլ են շատ լավը, իրականում շատ փոխվել են ու մենք նաև հաջողություն ենք համարում նա, որ տարբեր ծրագրերով, երբ որ մենք ունենում ենք ինչ-որ միջոցառումներ, անպայման իրենց ընդգրկում ենք պարտադիր, որովհետև կա իրավունքների մասին, ենթադրենք, միջոցառումներ, ինչ որ օգտակար կլինի, ինչ որ իրենց օգտակար կլինի, ինչ հարցեր, որ իրենց անհանգստացնում են, մենք դա էլ ենք թերապիա համարում, քանի որ հարցեր կան, որ իրենց շատ են անհանգստացնում, թե բնակավայրի, թե կենցաղի, թե աշխատանքի, ես ասեմ, որ առաջի անգամ, երբ որ արցախցիներս 23 թվականին բռնի տեղահանվածների հետ մենք առաջին հոգեբանական օգնությունն էինք, ցուցաբերում, առաջի բանը, որ իրենք ասում են մեզ աշխատանք է հարկավոր, դա, չգիտեմ, մեզ համար շատ կարևոր, շատ գնահատելի քայլ էր, որ իրենք ուզում էին աշխատել, և շատերը արդեն մենք էլ ենք օգնել աշխատել են, շատերին մենք տարբեր ծրագրերում ընդգրկել ենք, որպեսզի իրենք մասնագիտություն ձեռք բերեն, նաև գործիքներ ձեռք բերեն, գումար աշխատեն։ Մենք գտնում ենք, որ մենք շատ հաճույքով աշխատում ենք իրար հետ եւ երևի թե այս տարի էլ 26 թվականին ավելի շուտ կշարունակվի տարեցների ծրագիրը։ Պատասխանատու չեք էլ կարող ընդհատել, չգիտեմ ֆինանսավորում, ոնց ենք գտնելու օգտվենք արդից, կոչ անենք կազմակերպություններին, անհատներին, որ ձեռք մեկնեն Վանաձորում Արփի հասարակական կազմակերպությանը, ապահովելու նաև ծրագրերի շարունակականությունը, ապահովելով ծրագրերի շարունակականությունը։ Մեզ շատ օգնում է նաև ինտրակազմակերպության, ինտրահոգեկան առողջության կենտրոնի տնօրենը Խաչիկը Գասպարյան, որ անընդհատ մեզ հետ է լինում եւ ամբողջ այս պատերազմի ընթացքում մինչեւ այժմ, որովհետեւ սա մի այնպիսի աշխատանք է, որ անվերջանալի է, շատ դժվար մենք ուղի ենք անցնում։ Նաեւ հետաքրքիր խումբ ձևավորվեց, երբ որ այն տարեցներ, ովքեր շատ կարիք ունեին, առանձնացնում էինք, վարժություններ էինք իրականացնում, վերջերս շատ հետաքրքիր մի բան տեղի ունեցավ, շատ հաճույքով գալիս են բոլորը։ Նաև վերջերս լսեցի, որ իրենք ընկերներին ասում են, որտեղ եք, ասում են մենք կլուբում ենք, իրանք այդ սենյակի անունը կլուբ են դրել եւ հաճույքով գալիս են։ Մենք ունենք դադիկ, որը մեծ հաճույքով գալիս է, ճիշտ է տարեց է, դժվարանում է քայլել։ Եկավ հասավ մեզ մոտ ու ասեց, գիտեք, վաղը չեմ այսօր իմ ծննդյան օրն է։ Մենք իրենց հետ տարեկան էր դառնում։ 70 տարեկան էր դառնում։ Մեծ չի 70-ը։ Դե ինքը այդպես ավանեց, ինքը հաճույքով գալիս է միշտ։ Մենք իհարկե սովորություն կա, չէ, որ շուտ չեն նշում ծննդյան օրը, բայց որ ինքը սենց հաճույքով պատմեց, որ լինելու էր ծննդյան օրը, մենք տորտ վերցրեցինք, շնորհավորեցինք, երգեցինք, շատ հետաքրքիր են անցնում մեր հանդիպումներ, շատ օգտակար է, որ բոլորս ենք զգում, որ ինչքան մեծ բան է
շատ ուշադրություն դարձնել նաև տարեցներին, որովհետև Հատկապես կարևոր է, որովհետև երիտասարդները ինչ որ կերպ կազմակերպում են երեխաների համար ծնողներն են անում եւ լուսանցքից դուրս երբեմն այո, լավ խոսք ասեցիք լուսանցքից դուրս երբեմն մնում են, բայց միևնույն է, իրենց դա պետք է որ նույնիսկ գալիս են, որ կան նույն գյուղից են, նույն մարզից են, նույն տարածքից են, տարբեր տարածքից որ կան հարցնում են, դուք այս մարդուն ճանաչում եք, դա իմ բարեկամն է ու այսպես ամբողջ օրը իրենք իրար հետ շփվում են, շատ օգտակար հանդիպումներ են եւ դրա համար շատ ուրախ ենք մենք։ Մուրադ պապ, ձեր առողջ ու երկար կյանքի գաղտնիքները հիմա ասեք։ Չթաքցնեք ոչինչ, որովհետև փորձը ցույց է տալիս, որ հարցազրույցից հետո, երբ որ անջատում ենք սարքերը, ասում են, այս բանն էլ եմ անում, այն բանն էլ եմ ուտում, հիմա ամեն գաղտնիք բացեք։ Ես առաջինը գիտես մարդու գաղտնիքը, երկրակեցության գաղտնիքը որն է։ Մարդ պիտի հոգեբանորեն պարզ լինի, դրական կերպար ունենաս, բացական կերպար չպիտի ունես։ Մարդու հանդիպած ժամանակ պիտի բարոյությամբ հանդիպի, բարի լույսով պիտի հանդիպի, ուրիշի երածով չպիտի ափսոսի, չարությամբ չպիտի լծածվի։ Եթե մարդ բարոյությամբ լծված անում, բարոյությամբ էլ ինքը Աստված յուրան առողջությունն էլ ատամ ամեն ինչն էլ ատալիս։ Եթե ես համար մտածում եմ, Աստված էլ ինձ համար է, ես Աստծո շատ չանքել հավատացյալ չեմ, բայց ամեն առավոտ ես խաչակնքում եմ, որ ես ապրալım, մեծացալım, առանց ոչ մենի, էլ սունկու որ աղբանոցում պսնում է, այնպեսի սունկու նոմանում ես մտածալ, կարող եմ քամի ինձ գցեր, բայց Աստված ինձ պահալա, ինձ պաշտալա, ես աղոթում եմ ամեն ինչ համար, դեկուս տղա եմ կորցրել, բայց այսօր 3 տղա իմ բենիկից հետո 3 տղան կաղնած են իմ շրջապատս ինձ իմ թևերի տակ ինձ կյանք ընդամ, ինձ առողջություն ընդամ։ Ուրիշի հարստության համար չպիտի աշկ թողնես, գողություն չպիտի անես, տարբեր խմիչքներով չպիտի զբաղվես, հիգենատ մարդ իրան հիգենան պիտի պաշտպանի։ Երեկոյան ինչ պարտադիրավորտու ես ինգդեմ ինչքան խարոված ուտես, ինչքան ուտես, հետո քշերի չկարաս քնես։ Դու մարդս էլի պիտի կարաս քո յուրաքանչյուր քայլը պիտի քեզ համար բժշկություն ունի, պիտի քեզ համար ամեն ինչ ունի։ Քանիսից հետո հաց չեք ուտում երեկոյան։ Դե ոնց որ պատահամա, բայց չափանիշի քիչ ավելի քիչ, որպես հանգիստ քնես։ Վեր նստում են օրինակ ջայլնեն թորներս, բարեկամություն նստում են, խմում են, ուտում են, խորովածը, թափածը, ես գիտեմ որ կամ մի բաժակ, կամ հետո էլ կես բաժակ ես օղի պիտի խմեմ։ Դա տպավորված է ու ոչ ոք չի կարող ինձ ասել որ դու երկրորդ բաժակն էլ խմես։ Ես դի վերցնում եմ որոց երասն հետ խմում եմ, բայց ես խմում չեմ։ Իսկ ծխելը Ծխել կյանքում չեն ծխել ես, իմ խոխերքսն էլ չեն ծխալ, իմ բենիկը, բորիկն էլ չեն ծխալ, մոնք ծխախոտ օգտագործալ չեք, բայց տորներս ծխում են։ Պետք է պայքարեք։ Քայլելը, ինչքան եք քայլում։ Քայլելը օրվա մեջ առավոտը ես 2 ժամ տուսնկամ քայլում, նոր կամ զավթրի կանում, ժամի 10-11-ին արդեն տուսկամ 2 ժամ, 3 ժամ նորից քայլում, նորից տունկամ ամեն օր։ Քայլերը հաշվում եք։ Քայլերը հաշվում եք։ Չէ, հաշվում չկա, որ տեսնում հոգնում կամ տոն։ Անհաշիվ քայլում եք։ Քայլում եմ, շատ լավ։ Ես ժամանակը ցուրտինի, տակենի ժամանակը բայց չեմ թողում։ Մարզվում եմ, մարզասրահներ կա, այստեղ Վանաձորում չունենք, ամեն ինչ օգտվում ենք։ Երևանը լավ է, թաղամասերն կա, ամեն տեսակ կա, էլի Մարզասարքերն եք ասում ունենք ճիշտ նա։ Մարզասարքեր կա, ամեն ինչ էլ օգտվում է։ Ամեն ձևի մարզանքներ կատարում եմ, ես գիտեմ որ եթե ձերքս չի բարձրանում, նշանակում օգտագործալ չսպասարանում, չի կրանա։ Մաշկատ չպիտի կրանաս, չպիտի այս ճանապարհին քնալի սենս քնես, պիտի ուղիղ քնես, քայլվածքը պիտի քեզ պիտի նորմալ մարդուպես պիտի քայլես, հա։ Ու ես մենա բաներ կա պիտի պաշտպանես, էլի մարդ կա շաբաթը մի անգամ 10 օրից մի անգամ բաղնիկ անում, ինչու երբ 3 օրից մի բաղնիկ արալի, հիմա այնչի գյուղը չէ որ ջուրը տակացնեն, վանման տնեն, էստերեն, մտի էլի այնց հարմարությունը կա, բայց մարդիկ կա ալարում են, հարմարությունը կա, բայց ալարում են, իրանց ասում է հոգնած եկելա վաղը, ես։ Շատ տպավորիչ էր ձեր ելույթները, երգում էիք, արտասանում էիք,
այդ հմտությունները դպրոցից են, թե Այո, դպրոցից ես մանկոցել, որ արդեն 4-րդ դասարանում ես սկսել գրադարանի գրքերը ուսումնասիրել, օրինակ ես դիբանաստեղ չկա որ դրա գրքերին կարդաց չնիմ, էլի ես օրինակ ոնց կարաս Թումանյան չկարդես, Իսահակյան չկարդես, ոնց կարաս ես գիտեմ Չարեն, Սահյան, Սևակ, ասեք բազմաթիվ բանաստեղծների գրքերը մեկ լրիվ ես հոսող աղբյուրներին էլի դրանք, հոսող աղբյուրներին պիտի շարժվես, ես չեմ կարող, առազգրքի ես մանկուց, տատս խոսում էր, ասում դասերը սովորելիս ասում այդ ճրակ հայրելի վարած, նավթի ճրակա վարած, այդ անտերտ ասում նավթը վերջանում արիքնի դեսել այդ բլամպի տակ ես գրականություն էի կարդում, դասերը սովորած Իվան Արտասանեկ էլի բազմազ լուսնի նուրբ շողերի հովիթևին թրջելով Փերենել սարի գլխին հավաքվեցին գիշերով եկեք քույրեր սեք սարերի չքնաղագեղ ոգիներ եկեք ջահել սիրահարի սերևող բանկ վաղամեր 7 նախբյուրի ջուրե խմբել 7 ծաղկի ծաղի քաղել կապել կուրսքը ծաղկե փունջ Հրաշալի Թումանյանի անուշ առաջաբանը այնքան քաղցր այնքան հարուստ ամեր բարբար այնքան հարուստ երևի ուրիշ ազգերում այդ չանք բարբար չկա էլի Այդ չանք բարբարով մի բան կերքեք Գուրգեն Գաբրիելյանն սազգակ երևի իմ ամենասիրելի ուսուցիչն է եղալ մեր համագյուղացի է եղալ գիտես նրա յուրաքանչյուր ղեկավարած սեղան նրա յուրաքանչյուր բառ նրա յուրաքանչյուր հոսող աղբյուր է եղել ոնց որ Թումանյանը ամբողջ Հայաստանի համար Գուրգեն Գաբրիելյանն էլ Ղարաբաղի համար է Ղարաբաղի բարբարով նա գրական մի բառ չօգտագործել Ծտիկին է անմը գլիշկան ասում է ծտիկների մասին շատ ալի գրում ես իրա գրածից ծտիկների մասին մի բանաստեղծություն ասեմ Ասեք Ձմռանը ցուրտ առավոտ ծիտը թռավ ծտի մոտ Ասաց բարև այ ծտիկ դուն իմ սիրուն խատուտիկ ոչ ուտում ես ոչ երգում ինչ ես անվեշ երազում ասաց գարուն եմ ուզում հոսող արուն եմ ուզում ես ուզում եմ ծիլուխոտ գառնանարև շաղուշատ առանց գառնանարևի առանց կանանչ տերևի էլ ոնց սիրտը ծտիկի ուրախանալու երգի արի ով գարուն գալդ բարի զով գարուն ծտիկներից բարեկամ Ծիլուծաղկի ծով գարուն Հասկանչ Շատ երգեք էլի լավ էլի Եթե չեք ուզում ուրիշ բան բայց եթե կուզեք երգեք լավ այլի թող մնա Դե արդեն ես քիչ եմ ծանոթ բայց Սոփի արդեն ահագին աշխատանքոնի կարած ինձ համար նեղություն բան դες բաներ չկա էլի դի ես վեճ հոգնում եմ վեճալարում եմ Գիտես, իմ էներգիաս հլավոր կա։ Դե երգեք, որ համ ոչ ամաչում եք, ոչ ալարում եք, ոչ հոգնում եք։ Մի օրովերը չերգեք մնա։ Հատը երգեմ, ինչա երգել, ինչա ոչ երգեմ։ Գնացեք։ Դու ինձ ծխախոտ չեմ ծխում, երգել ինչա։ Իհարկե։ Դե ես Գուրգեն Գաբրիելյանից արկանք երգ կներկայացնեմ։ Շատ լավն է։ Գիտես, դա բոլորը հուզմուն կա Թանուր ամեն ինչը Ճեղսներ են ջրուպակաս Կեցարներ են ջրուպակաս Են հիվանան վերմինորել Պիրներ ես գյուլուպակաս Են հիվանան վերմինորել Պիրներ ես գյուլուպակաս Աղե արկանք, մաղե արկանք Kızanım ka elagank Ağarkank mağarkank Kızanım ka elagank Pushken take verçi pushin Yekutarav derutsnushin Pushken take verçi pushin Yekutarav derutsnushin Elmin hapur korekını balastı vavsuten hoşin Elmin hapur korekını
բալաստվավ սուտեղուշին աղեարկանք մաղեարկանք քզանում կա էլարգանք աղեարկանք մաղեարկանք քզանում կա էլարգանք Իստի հəlbət muhkenal çենք ışxarkımız dongiseme İstի həlbət muhkenal çենք ışxarkımız dongiseme Həlbət minor mıza değil min teğalüs gülüsene Həlbət minor mıza değil min teğalüs gülüsene Ağeargank, mağeargank, kızanım ka ilahargank Ağeargank, mağeargank, kızanım ka ilahargank Kurkutanik, vıçeşenik, elerenik, vırhatanik Kurkutanik, vıçeşenik, elerenik, vırhatanik Eskan zulüm derdim maçı Ürürskanank ahvişenik Eskan zulüm derdim maçı Ürürskanank ahvişenik Ağeargank, mağeargank Kızanım ka ilahargank Ağeargank, mağeargank Kızanım ka ilahargank Բրավո, ապրեք, շատ լավ է, Գիտեք, չէ, երկերից հետո մենք հաճախ բառերը չհիշելով այս երաժշտությունը անդադ մենք աշխատելուս, ինչ որ մի գործանելուս Մեր եթերում այս երգը էլի հնչել էր, սա էլ կգումարվի, շնորհակալություն, շատ շնորհակալություն Գիտես ավդիտորիալային որ այդ խորը լող միասին դες երկում են Մերոնք ծանոթ չն, ոչ թե ծանոթ չն, այլ երաժշտասեր Մուրադ պապ, ես քեզ աշխատանք եմ գտնելու, այդ կասեմ, ես հաղորդումը փակեմ, ասել եմ ինչ ենք անելու Շնորհակալ եմ, որ եկաք, որ այսքան լավ եթեր ստացվեց Կտեսնվենք, ուժ կորով բոլորի, շնորհակալություն Ապրեք Ձեզ է շատ շնորհակալ Հետագայում կհանդիպիք ավելի լավ ծրագրերով, ավելի թարմ ուժերով կներկայանանք Ապրեք Ակտիվ եղեք, լսեք մեզ հանրային ռադիոյի amradio.am կայքում, ինչպես նաև YouTube-ի ալիքում դիտեք հաղորդումը, բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքին, գտեք մեզ TikTok-ում, Facebook-ում, Instagram-ում, գրեք ձեզ հուզող հարցերի մասին, մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ, առողջ ու երկար կյանք եմ մաղթում